Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ աշխատանքային այցով Թուրքիայում էր։ Այս այցով սկիզբ է դրվում հայ-թուրքական հարաբերությունների մի նոր փուլի։ Ստամբուլի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Պերիս Էքինջին։ Այցը տեղի է ունեցել թուրքական կառավարության հրավերով, ընդգրկելով քաղաքական, մշակութային եւ խորհրդանշական միջոցառումներ։ Հաշվի առնելով երկու հարևան երկրների միջև երկար տարիների լարվածությունը, փակ սահմաններն ու դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, այցը նշանակալի էր ոմանց բնութագրմամբ պատմական։ Ստամբուլի Դոլմաբահչե պալատում, որի ճարտարապետական աշխատանքներն իրականացրել են Կարապետ Բալյանը եւ նրա որդին Նիկողայոս Բալյանը, կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ։ Կողմերը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային անվտանգության, տնտեսության եւ տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հնարավորությունները։ Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի շուրջ։ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման գործընթացին եւ շեշտել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականության շարունակականության իր հանձնառությունը։ Մենք եկել ենք Անկարա կամուրջներ կառուցելու, ոչ թե պատեր բարձրացնելու, սա կարևոր քայլ է մեր տարածաշրջանի կայունության եւ խաղաղության ուղղությամբ, ասել է Փաշինյանը։ Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ իր հերթին ընդգծել է, որ պատրաստ են անցյալի բեռը թողնել պատմաբաններին ու շարժվել դեպի ապագա։ Այսպիսով երկու երկրների ղեկավարները վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու ուղիղ կապերն ու երկխոսությունը։ Հանդիպումից հետո Էրդողանը Փաշինյանին անձամբ է ուղեկցել մինչև ավտոմեքենան։ Մինչև Էրդողանի հետ հանդիպումը Նիկոլ Փաշինյանն այցելել էր նաև Անկարայի Աթաթուրքի հուշարձան, որտեղ ծաղիկներ էր դրել եւ գրառում կատարել պատվավոր գրքում, ընդգծելով խաղաղ հարևանության եւ փոխըմբռնման կարեւորությունը։ Կարևոր էր նաև Փաշինյանի հանդիպումը Թուրքիայում գործող հայկական համայնքի ներկայացուցիչների հետ Ստամբուլում։ Վարչապետն իր խոսքում կարևորել է Թուրքիա կատարած աշխատանքային այցը, ընդգրկելով, որ այն իրականություն է դարձել վերջին շրջանում Թուրքիայի հետ ակտիվացած երկխոսության արդյունքում։ Արդեն բավական երկար ժամանակ մենք Թուրքիայի հետ ունենք ուղիղ հաղորդակցություն եւ սա կարծում եմ շատ էական եւ կարեւոր պայման է, որ մենք կարող ենք մշտապես հաղորդակցության մեջ լինել եւ փորձել որոշակի օրակարգեր ձևավորել, քննարկումներ ունենալ։ Ես նկատի ունեմ ոչ միայն այն հանդիպումները, որոնք երկկողմ մակարդակում պաշտոնապես տեղի են ունենում, այլև եթե չասենք ամենօրյա, այնուամենայնիվ շարունակական եւ մշտական աշխատանք, ինչը չափազանց կարեւոր է։ Ինչ բովանդակություն կունենա այսօրվա այցը, իհարկե ի տարբերություն նախորդող շրջանի, հիմա Թուրքիայի հետ մեր շփումները շատ ինտենսիվ են, այնուամենայնիվ տարածաշրջանի եւ միջազգային զարգացումները իրենց ծավալով շատ ավելի մեծ են եւ ես կարծում եմ, որ առաջին հերթին այս այցը իմ դիտանկյունից եւ իմ պատկերացմամբ մեզ համար լավ հնարավորություն է, որպեսզի մենք Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները, այդ դիրքորոշումների նրբությունները, առանձնահատկությունները եւ լուծումների մասին պատկերացումները հնարավորություն ունենանք ամբողջական ներկայացնել Թուրքիայի մեր գործընկերներին։ Նա հույս է հայտնել, որ Էրդողանի հետ հանդիպումը նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ Երկրի ղեկավարի խոսքով այցի հիմքում ընկած են Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունները, իսկ ընթացող գործընթացը հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից։ Որ մենք խոսում ենք հարաբերությունների կարգավորման մասին, դիվանագիտական հարաբերությունների հաստատման, հնարավոր տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկման, քաղաքական երկխոսության, այդ ամեն ինչը ի վերջո գործոններ են, որոնք բերում են անվտանգության, եւ նաեւ կուզեի հետեւյալը ընդգծել, որ տեսեք ինչ հետաքրքիր գործոն կա, որը նույնպես ֆոն է ապահովում մեր երկխոսության համար տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության դիրքորոշումները բավականին մոտ են։ Հայաստանի վարչապետը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին հրավիրելու է Հայաստան 2026-ին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։ Միաժամանակ Փաշինյանը շեշտել է Թուրքիայի հայ համայնքի դերը միջպետական հարաբերությունների հաստատման եւ երկխոսության խորացման գործընթացում։ Այցը երկխոսությունը ինքը կունենա դրական ազդեցություն մեր տարածաշրջանում երկխոսության, կայունության, համագործակցության մթնոլորտի
հաստատման վրա։ Եվ գիտեք ինչ, այդ նյուանսը ինձ շատ կարևոր է թվում, որ մենք արձանագրենք, որ մեր խնդիրը եւ պատկերացումը ինչ որ զրոյական կետից հարաբերություններ կառուցելը։ Սա շատ կարևոր է, որովհետեւ երբ որ դու զրոյից ինչ որ մի բան ես կառուցում, դա ուրիշ իրավիճակ է։ Երբ որ փորձում ես ինչ որ մի բան վերակառուցել, վերաձևակերպել, դա բոլորովին ուրիշ վիճակ է։ Եվ իմ ընկալմամբ եւ մեր ընկալմամբ մենք պետք է կենտրոնանանք եւ մենք կենտրոնացած ենք հենց այս երկրորդ տարբերակի վրա արձանագրելով, որ մենք այո կարող ենք նոր հարաբերություններ կառուցել Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ։ Վարչապետը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման ուղղված քայլերի, տարածաշրջանային զարգացումների, իրական Հայաստան գաղափարախոսության եւ այլ թեմաների մասին էին։ Փաշինյանն այցելել է նաև Սուրբ Աստվածածին Աթոռանիստ Մայր եկեղեցի։ Վարչապետին ուղեկցել են եկեղեցու խորհրդի ատենապետ Հրանտ Մասկաֆյանը, երկրորդ ատենապետ Մինաս Արսլանը, նաև եկեղեցունքից հայկական դպրոցի տնօրեն Քլոդիա Տեմիրը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է եկեղեցուն մոմ վառել եւ ծանոթացել համայնքային կյանքի պայմաններին։ Նա եղել է նաև նախակրթարանում եւ հայկական դպրոցում, տեղում ծանոթանալով կրթական ծրագրերին եւ համայնքային նախաձեռնություններին, որից հետո էլ ծաղիկները խոնարել Կոմիտասի հուշարձանի մոտ։ Վարչապետն այցելել է Ստամբուլի Կապույտ մզկիթ, այստեղ նրան դիմավորել եւ ուղեկցել է մահմեդական հոգեվորականը։ Իդեպ հաղորդվում է, որ պաշտոնական այցի ընթացքում թուրք գործընկերների հետ քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրերի, սահմանային վերահսկողության մեխանիզմների եւ առևտրային հոսքերի հեշտացման վերաբերյալ հարցերը, նաեւ ապաշրջափակման ծրագրերը կապված երկաթուղային եւ ավտոճանապարհային կապի վերականգնման հետ։ Քննարկման օրակարգում են եղել նաեւ Հայաստան-Թուրքիա ուղիղ ավիաչվերթների ավելացման, Հայաստանի ապրանքների թուրքական շուկա արտահանմանն առնչվող հարցերը։ Հիշեցնենք, որ կառավարական պատվիրակության կազմում էին նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը եւ ազգային ժողովի փոխնախագահ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետության հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ Նիկոլ Փաշինյանի այցը մեծ արձագանք է ստացել ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում։ Հայկական քաղաքական դաշտում շատերը ողջունել են այցը, այն որակելով խիզախ քայլ հանուն խաղաղության։ Մինչդեռ ընդդիմադիր շրջանակներում քննադատվել է ներկայացվել զիջողական քաղաքականություն։ Իդեպ այցը մեծ արձագանք է ստացել նաև թուրքական մամուլում։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։